Ալներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ։ Վերադառնալով ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգին, պիտի արձանագրեմ, որ այն այլևս անշրջելի իրողություն է, ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգերում։ Իմ Facebook-յան էջի հատիկ առ հատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացը ի ցույց դնելն է, որ այս գործընթացում կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Միլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձած գույքերի թվարկումը սկսել եմ եւ կշարունակեմ, որ հասանելի լինի բոլորին, բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Այսինքն այս 530 միլիոն դոլարի գույքերը եւ դրամական միջոցները արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։ Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1.7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։ Վերը նշված, վերադարձված եւ կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական եւ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների եւ կամ նրանց ընտանիքի անդամների եւ կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ գույքերը հատիկ առ հատիկ վերադարձվում են եւ վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին։ Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի կամ 1.5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռքբերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում։ Բայց արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են Golden Palace Ծաղկաձոր հյուրանոցը, AOX-ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում եւ մարզերում։ Այս թեմային սակայն պետք է նայել նաև այլ դիտանկյունից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21.8% փայաբաժին ունի իմ տված խոստման համաձայն։ Այս փայաբաժինը ինքնին մի քանի 100 միլիոն դոլարի շուկայական արժեք ունի, մի քանի 100 միլիոն դոլարի։ Բայց սա ամբողջական պատմությունը չէ։ 2018-ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի, այսինքն 2011-2017 թվականների հետ համեմատած։ Թալանի վերադարձը պոչով է լինում։ Բայց սա դեռ ամենը չէ, 2024 թվականին ԶՊՄԿ-ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Այսինքն միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար հետևողական գործողությունների արդյունքում, որը ընդ որում միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի, միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար եւ գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետության։ Միայն ԶՊՄԿ-ով 1 միլիարդ դոլար։ Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաեւ ամուսարի խնդրը բարեհաջող հանգուցալուծելը եւ Հայաստանի Հանրապետության 12.5% փայաբաժին ձեռք բերելը եւ ազդագիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը։ Վիվասել ընկերության վաճառն ու կառավարության 20% փայաբաժին ձեռք բերելը։ Viva Armenia ընկերությունն էլ 2025 թվականին բացի վճարված հարկերից պետական բյուջեի վճարել 2 միլիարդ դրամ փայաբաժին։
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, թալանվածը, գողացվածը, ապօրինի կամ անարդար կերպով օտարվածը վերադարձնելու կառավարության կամքը ոչ միայն չի նվազել, այլև ահա պատրաստի ինստիտուտները, բանաձևերը, համակարգերը գործարկված են ապացուցելի եւ տեսանելի։ Բայց կարևոր է ընդգծել, որ այս ընթացքում ոչ միայն վնասված չէ Հայաստանի պետականությունն ու միջազգային հեղինակությունը, որը այս ողջ process-ի ընթացքում շատ մեծ ռիսկ էր, այլև ամեն ինչ արվել է լիարժեք, օրինականորեն եւ անցնցում։ Միևնույն ժամանակ մենք 100%-ով համատարիմ ենք մնացել 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության ընթացքում տված մեր խոստումներին, չբեմադրելով վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ ընդհակառակը հավատարիմ մնալով պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին, որը թերևս ամենաբարդ, ամենադժվար, բայց միակ ճշմարիտ ճանապարհն է եւ շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։ Այս թեմայով իմ ասելիքը ամփոփելով ուզում եմ հատուկ ընդգծել